երեկ հուլիսի 21-ին թե Նարեկ Կարապետյանը, թե մնացած բոլոր թեկնածուները մի շարք քաղաքական ուժերի, ովքեր հայտնվել են ազգային ժողովում, իրենք ստացել են падգամավորի կարգավիճակ։ Երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստ անցկացրեց, որում որոշում կայացրեց մանդատներ տրամադրելու մասին։ Եվ դրա հիմքով նաև արձանագրության հիման վրա վկայականներ են տրամադրվել։ Այսինքն պաշտոնապես երեկվանից հենց նույն ԿԸՀ-ի կողմից բոլոր թեկնածուները արդեն падգամավոր են հանդիսանում։ Արդյոք այս պահից չի սկսում գործել Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը անձեռնմխելիություն է սահմանում падգամավորի նկատմամբ, իսկ անձեռնմխելիությունը ենթադրում է, որ падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել բացառապես ազգային ժողովի համաձայնությամբ։ Արդյոք կենտրոնական այստեղ հիմա մի այլ խնդրի, մի այլ իրավիճակի հետ գործ չունենք, երբ երկու պետական մարմինների գործառույթները հատվում են եւ հակասահմանադրական ճանապարհով են հատվում, որովհետեւ այս նույն մեկնաբանությունը հենց ինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է արել։ Ժողովուրդ ջան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին ասել է, որ ինքը այլևս գործ չունի անձեռնմխելիության ինստիտուտի հետ, որ ինքը այլևս չի կարող համաձայնություն տալ падգամավորի թեկնածուին падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, падգամավորին ազատազրկելու հարցերով։ Ու ինչա տեղի ունենում, 2 օր նախորդ որոշումը ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ որոշում ունենալով նախորդ միջնորդությունները հետ վերադարձնելուց հետո մի շարք падգամավորի թեկնածուների պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ-որ մի հայտնի հրաշքային իրավիճակում վարույթ է ընդունել։ Հիմա այնտեղ փորձում են իրավական, ես համոզված եմ, անգամ պետք է չէր հրապարակային լինել, լիազորությունների գուժի մեջ մտնելու, լիազորությունները գործելու, արդյոք падգամավոր է, բայց լիազորությունները գործող падգամավոր է, թե ոչ։ Նման իրավական, ինչ ասեմ, Բաքխանալյան հենց այդտեղ է կայանում, որ այլակարծություն, իրավական տարամեկնաբանություն են փորձում իրականացնել, որը բնավ տեղին չէ եւ ակնհայտ է, որ նպատակը միակն է։ Այս շրջանում Նարեկ կներկավարտեմ, նպատակը ակնհայտ է, սա բացառապես քաղաքական քինախնդրություն է, այս գործընթացը բացառապես ու ընդհանրապես իրավական գործընթացի հետ աղերս չունի, ես կրկին ասում եմ, սա իրավունքի դեֆորմացիա է եւ նպատակն է Նարեկ Կարապետյանին ապօրինաբար քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկել, երբ դրա հնարավորությունը այլևս չկա։ Ներողություն Տիկին Մելեյան, երեք երբ մանդատները տրվեցին, դուք նախորդ օրը հայտնեցիք, որ ինքնաբացարկի դիմում եք ներկայացրել, ինչով էր պայմանավորված, ձեր թիմում տարաձայնություններ եղել են մանդատ վերցնելու եւ չվերցնելու շուրջ։ Տիկին Հակոբյան, ես կուզեի օրակարգից չշեղվենք, թիմում բնավ չի կարող տարաձայնություններ լինել, ես կարծում եմ, եթե նման տարաձայնություններ հիմքը լինեին, ես կարող եմ այստեղ չգտնվեի։ Ես շատ մանրամասն բացատրել եմ դրդապատճառները իմ ինքնաբացարկի ու հիմա եկեք օրակարգից շեղվենք, ես անպայման այդ մասին ավելի մանրամասն անդրադարձ կկատարեմ։ Ասել եք, որ թիմի կողքին եք լինելու, բայց ինչը ձեզ խանգարեց արժե գնալ։ Խնդրում եմ, եկեք օրակարգից շեղվենք, որովհետև տեսեք հիմա ինչա տեղի ունենում։ Հիմա այսօրվա դրությամբ մեր ըստ էության ցուցակի Ուժեղ Հայաստան խմբակցության առաջի համար Նարեկ Կարապետյանին փորձում են ֆիզիկապես մեկուսացնել, փորձում են ազատությունից զրկել։ Դրան զուգահեռ երեք տեղի ունեցավ մի իրավական այլ վակխանալիա խայտարակություն էլ իմ մեկ այլ գործընկեր Դավիթ Ղազինյանի հետ կապված, արագացված մինչև այս արձանագրության կազմը գործը ուղարկեցին դատարան կրկին, որպեսզի այդ հենց իրենց գործողությունները ախր եւս վկայում են, որ իրենք գիտակցում են, որ այդ արձանագրության կազմումից հետո, երբ մանդատները բաշխվում են, այլևս իրենք հնարավորություն չունեն ազատությունից զրկել падգամավորներին։ Այս գործողությունները գալիս են փաստելու, որ գիտակցում կա, որ այս ողջ process-ը հակաիրավական է եւ նպատակ կա իմ падգամավոր գործընկերներին ապօրինաբար քաղաքական դրդապատճառներով ազատազրկելու։ Իսկ որն է հեռանկարային պատճառը, որն է դրդապատճառը, արդյոք իշխանությունը ինչ որ ցնցումների մեջ է ընկել այն աննախադեպ իրավիճակից ելնելով, որ Ուժեղ Հայաստանը իդեմ Նարեկ Կարապետյանի հետ ընտրական գործընթացներում խոստումներ է կատարում։ Դուք տեսաք,
մենք այն բացառիկ քաղաքական ուժն ենք այս տեսանկյունից հանդիսանում, անհամեստորեն ասեմ, որ տվել ենք քաղաքացիների խոստումներ եւ այն համայնքներում, որտեղ հաղթանակ ենք գրանցել, գնում ենք որոշակիորեն տրված խոստումների մեր հնարավորության շրջանակներում կյանքի կոչելու ուղղությամբ եւ քաղաքացիների համար իրապես սա զարմանալի է եւ քաղաքացիները հասկանում են, որ ուժեղ Հայաստանը ընդամենը մեկօրյա քվեի համար չէ, ուժեղ Հայաստանը դա տեսլական է, օրակարգ է, նպատակ է ու հեռանկար է։ Դուք մտավախություն ունեք, որ դուք էլ ձեզ էլ կարող էին քրեական հետապնդումների ենթարկել։ Եթե այդպես մտավախություն ունենայի, ընդհանրապես ընդդիմադիր գործունեությամբ չի զբաղվել, որովհետև ես կարծում եմ տարբերություն չկա, հակառակը։ Երբ падգամավոր ես, գոնե մանդատ ունես։ Երբ падգամավոր չես, մի հատ օղակից պաշտպանության ավելի զրկված ես, ավելի խոցելի ես։ Քայլերի ինչ հաջորդականություն է սպասվելու, արդյոք այսօր հնարավոր է, որ Նարեկ Կարապետյանը կալանավորեն։ Կրկին եմ ասում, պատահական նման ձևաչափով խոսույթս չսկսեցի, եթե քննության է ընդունել, երեկվանից այո կարող ենք համոզմունք արտահայտել, որ իրենք այդ ուղով է գնալու են, թե քրեական հետապնդում հարուցելուն են համաձայնություն տալու, թե ցավոք սրտի ազատազրկելուն, ինչը կրկին եմ ասում, իրենց իսկ դիրքորոշման, իրենց իսկ իրավունքի մեկնաբանմանը, իրենց իսկ իրավական ակտով որոշման մեջ իրանք գրել են, որ իրանք իրավունք չունեն այլևս քննելու ու որոշում կայացնելու։ Իրանք ո՞րն է պատճառը։ Ես կուզեմ դուք այս հարցը տաք կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, որովհետև իրավացիորեն ինստիտուցիոնալ տեսանկյունից, իրենք լրջագույն հարվածի տակ են դնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեղինակությունը։ Արդյոք այս տարամեկնաբանությունը, որովհետև իրանք անկախ մարմին են, իրենք մեր երկրում ընտրական գործընթացների կազմակերպիչն են, իրավամեկնաբանողն են, ըստ էության վարչարարության գործառույթներ ունեն, որն է նպատակը այս ուղղությամբ գնալու։ Ընդամենը մի քանի օրվա համար, երբ դատախազությունը, ինչպես գործընկերս պարոն Վարդևանյանը ներկայացրեց, արդեն Դավիթ Կղազինյանի գործով հստակ նշել է, որ օգոստոսի 2-ից այնուամենայնիվ այդ անձեռնմխելիությունը գործում է, որը կրկին եմ ասում, տարամեկնաբանելի է, մեր մեկնաբանությամբ հենց հիմա է գործում, մենք տեսնում ենք էլի երկակի ստանդարտներ են գործում, օրինակ քաղաքացիական պայմանագրի падգամավորներ իրենց գործառույթներից բխող գործունեություն են իրականացնում, այդ թվում իրավական ակտերի ընդունելու տեսքով, օրինակ ինչու է կարողանում ազգային ժողովի նախագահը պաշտոններից հեռացնելու, պաշտոնի նշանակելու օրինակ ձևաչափով իրավական ակտ ընդունել, դա լիազորության իրականացում է, չէ՞։ Իսկ Նարեկ Կարապետյանի պարագայում ենթադրյալ մեկնաբանելու են, որ լիազորությունները դեռ ուժի մեջ չեն մտել եւ նրան հնարավորություն ունեն ազատությունից զրկելու։ Սա հայտարարություն է, կարծում եմ ցանկացած անկախ քաղաքական հայացք ունեցող մարդուն է հարցնես, բացահայտ քաղաքական հետապնդում է, բայց մեզ համար սպասելի է, հետապնդումները սպասելի են, դրանք վախերի արդյունք են եւ պայմանավորված են ուժեղ Հայաստանի հենց ազգայնական, հենց սոցիալ-տնտեսական ու սոցիալական արդարությանը միտված գործունեությունը կատվածահար անելու ուղղությամբ։ Շնորհակալ եմ։